Նորից ողջունում եմ մեր ուղդիրներին եւ պետք է ասեմ, որ այսուհետ ավելի հաճախակի Փակ TV-ի եթերում դուք կարող եք օրական 1-2 նյութից ավելի անգամ տեսանյութերի հետևել, բայց քանի որ այսօր մեր ուղիղ միացումն է, մեր հերթական ուղիղ միացումը եւ այն էլ մեր հանրաճանաչ հայտնի իրավապաշտպան փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ կարծում եմ, որ սա ձեզ նույնպես կհետաքրքրի։ Պարոն Բաղդասարյան, նախ բարով եք եկել։ Արգանքներս, պարոն Միշան։ Մեր հերթական հանդիպումը զուգադիպել է Վարդան Ղուկասյանի երեք տեղի ունեցած դատավարության ավարտից հետո եւ իհարկե այդ մասին պիտի խոսենք, բայց մինչ նրան անդրադառնալը կուզենայի, որ դուք մի քանի խոսքով ասեիք այն մասին նաեւ թե ինչ եղավ, երբ ապրիլի 24-ին ընթառաջ ջահագիրների այդ երթի ժամանակ այրվեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական դրոշներ, արդյոք դա հանցագործություն էր։ Նայեք, նախ պետք է արձանագրել, որ նախորդ դարում տեղի ունեցավ ամենահրեշավոր հանցագործություններից մեկը, որ հետո կոչվեց ցեղասպանություն Արևմտյան Հայաստանում, իսկ 21-րդ դարում տեղի ունեցավ Արցախում ցեղասպանություն, որը իրոք դասական ցեղասպանության տիպիկ օրինակ է, եւ նման դեպքում, քանի չի տրվել տվյալ իրականացնող անձանց կողմից, երկրների կողմից դրա իրավական, քաղաքական գնահատականը չի տրվել, ուստի գործում է միջազգային իրավանորմ դիմադրության իրավունք եւ շահագրգիռ անձիկ տվյալ դեպքում երիտասարդների այդ խումբը անունը կուզեք ջահագիրներ դրեք, կուզեք այլ անուն մենք դնենք, նրա այդ դիմադրության իրավունքով վերջիներս իրենց բարձրաձայնել են իրենց բողոքի ալիքը եւ դա բողոքի մի ակցիա է։ Նման դեպքում դա կապել այն քրեական իրավանորմի հետ, որ պետական, այսինքն նմուշները տվյալ դեպքում դրոշը այրելը դա հանցագործություն միանշանակ չի կարող մտնել դրա տակ։ Պարոն Միշյան, ես ուղղակի կուզեի նաեւ շարունակեի, քանի որ թեման բարձրացրեցիք ջահագիրների, ես ցանկալի էր, որպեսզի նաև տայն այդ ջահագիրների երթի գնահատականը քաղաքական իրավական ինչի համար էր դա նախատեսված եւ ինչ որակ դա ապահովեց, հա, այս պահին երբ դա արվեց, չնայած ինքս միանշանակ դրական եմ նայում դրան ասեմ, ուղղակի դրա իրավական քաղաքական պատասխանը ես չունեմ, ցանկալի կլներ շահագրգիռ անձի կազմակերպիչները դրանը տային եւ մի կարևոր հանգամանքեր անդրադառնամ, հա, ցանկալի էր, որպեսզի նաեւ բարձրաձայնեն այդ երիտասարդ ջահագիրներից քանի տոկոսն են, որ ծառայել են բանակում։ Իսկ ձեր հարցի պատասխանը ես տվեցի, միանշանակ դիմադրության իրավունքի ուժով դա չի կարող դիտվել հանցագործություն։ Այո, դե իմ հարցը կապված Վարդան Ղուկասյանի հետ ուզում եմ շարունակենք, ինչով եք բացատրում, որ դատական նիստը պետական նշանակվել էր հենց նրա ծննդյան օրը, իսկ հաջորդը արդեն նախատեսված է մայիսի 28-ին։ Գուցե մի փոքր բացեք փակագծը։ Եթե դուք դա նկատի ունեք պատահականություն է, ես բազմիցս ասել եմ, որ այս կյանքում պատահականություններ չեն լինում եւ դրա հենց այդ աքսիոմատիկ այդ աֆորիզմի թեւավոր խոսքի կրողը հենց բնական գիտությունների հայր Էյնշտեյնի խոսքն է։ Պատահականություններ չեն լինում, թե բայց թե ինչի այդպես եղավ, ով ցանկացավ, թե ինչպես եղավ, այդ հարցի պատասխանը չունեմ։ Իսկ դատավարության մասին ինֆորմացիա չկա, այսպես ավելի խորը։ Դատավարության հետ կապված ես անդրադառնամ հետևյալ ֆորմատով, որ հերթական դատական նիստը նշանակված է մայիսի 28-ին, մինչև մայիսի 16-ը դատավորը հնարավորություն է տվել նախագահ դատավորը փաստաբանական կողմին, Ամերիկայի փաստաբաններին վերջնականապես ներկայացնելու իրենց ապացույցները։ Դե դուք գիտեք, որ հանրությունը այսպես շատ շահագրգռված է, որպեսզի անհապաղ ազատ արձակվի Վարդան Ղուկասյանը։ Ինչով դա կբացատրեիք։ Գիտեք, եթե արձանագրում եք, որ հանրության պահանջն է, որպեսզի Վարդան Ղուկասյանը անմիջապես անհապաղ ազատ արձակվի, պետք է այդ
բաժանել այդ հարցը, խնդիրը այսպես ասած, խնդրի լուծում պետք է բաժանել երկու մասի։ Առաջինը դա քաղաքական է, երկրորդը իրավական է։ Այդ իրավական հարթության վրա ես իրավական հարթության վրա ես մի փոքր քիչ հետո կանդրադառնամ, բայց եթե հանրությունը այդպես պահանջում է, որպեսզի Վարդան Ղուկասյանին անապահ ազատեն, նույն հանրությունը փոխարենը բազմոցի վրա նստել պարկելուց կամ կաֆեներում նստելուց նույն հանրությունը թող հետևեր Վարդան Ղուկասյանի կուսակցության եւ ինչ չէ Վարդան Ղուկասյանի կոչին գնար դատավարության օրը Ամերիկայում բնակվողները գնային դատանի դիմաց պիկետ անեին, ոչ Ամերիկայում բնակվողները գնային տվյալ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ պիկետ անեին, հա ես նկատեցի որ 50-100 մի քիչ ավել պակասով ինչ որ մարդիկ են պիկետ անում։ Բա որ մնաց այդ հանրությունը, որ այսօր նստած պահանջում այդ պահանջատիրոջ իրավունքով պահանջում է, հա եւ բացառապես ընդհանրապես պահանջելուց զատ ոչ մի գործողություն չի անում։ Գիտեք, պարոն Ղուկասյան, ես հայտարարել եմ բազմիցս, հիմա էլ եմ արձանագրում, որ ըստ էության Վարդան Ղուկասյանը իրավամբ հիմա կգամ արդեն կամաց իրավականին։ Վարդան Ղուկասյանը նկատմամբ իրավական քաղաքական հետապնդում է իրականացնում։ Եվ թե 100,000-անոց բանակը, որ ուներ Վարդան Ղուկասյանը, այսպես ասած, հետևորդների բանակ, ովքեր հետևում էին, ովքեր ողջունում էին, ում համար Վարդան Ղուկասյանը որոշակի գործողություններ էր իրականացնում, այդ մարդիկ ոչ թե պետք է պահանջեն, եթե գտնում են, որ իրավամբ պետք է անապահ ազատ արձակվի, այդ մարդիկ պետք է ընդհանրապես քաղաքական հարթության վրա իրանք կարողանան դուրս գան, կներեք կրկնվում եմ։ Ինչի, որովհետև Վարդան արձանագրենք էլի։ Այ հիմա եթերները չկա արդեն 2 ամիս ավել է Վարդան Ղուկասյանի եթերները չկա։ Նրա եթերներն ըստ էության բացահայտել են կոռուպցիան եւ բոլոր անօրինականությունները, որում այլևս չեն ցանկանում ապրեն նաեւ հանրության այն մասը, որ այսօր պահանջում է Վարդան Ղուկասյանի ազատությունը, հա։ Դա փաստ է եւ նայեք այդ բոլորը Վարդան Ղուկասյանը իրավամբ արել է հանրության համար, պարոն Ղուկասյան, եւ Վարդանը եթե այսօր բանտում է, որովհետեւ խոսել է, եկեք արձանագրենք, խոսել է ճշմարտությունը։ Նրա եթերները միգուցե եղել են չափազանցված, միգուցե որոշ եթերներ իրավամբ այո եղել են անարդար, բայց ընդհանուր հարթության վրա ավելի շուտ գլոբալ առումով դրանք Վարդանի կողմից եղել են ճիչ ընդդեմ զորբաների, ընդդեմ հանցագործ անգործության մատնված պետական լիազոր մարմինների եւ ընդհանրապես ընդդեմ անօրինականությունների։ Սա կարևոր փաստ է։ Եվ այն գաղտնիքը, որ ասում են, որն էր պատճառը, որ ինքը իր մի համակարգիչով կարավ քաղաքային իշխանության մտնի, հիմա էլ իրեն մեկուսացրել են, եթեներ չկա եւ ժողովուրդը դրա կարիքը զգում է, պատճառը ընդհանրապես եղել է դա։ Հիմա եկեք շատ կարճ ես անդրադառնամ, թե ինչու են Վարդանին մեղադրում։ Վարդանին մեղադրում են այն բանի համար, եւ ամենակարևոր ամենազազրելի հանցագործություններից մեկն է արել, որ իբր Վարդանը անչափահաս երեխայի պորնոգրաֆիկ նկարներ է տարածել։ Իրականությունը եղել է հետեւյալը։ Մարդիկ դիմել են Վարդան Ղուկասյանին, որը եթերով բարձրաձայնեց, ուղարկել են մանկահասակ երեխայի նկարներ, որտեղ այդ մանկահասակ երեխային հարկադիր կարգով փորձել են սեռական բռնության ենթարկել։ Եթե այսօր պետական լիազոր մարմինը իրենց տեղն ու դերում լինեին, ոչ թե Վարդան Ղուկասյանին կուղարկեին, այլ կուղարկեն լիազոր մարմիններին։ Միգուցե նաև ուղարկել է եւ ընթացքը չէր տվել կամ դանդաղ էր տրվել։ Ինչ արեց Վարդանը այդ եթերով։ Պարոն Ղուկասյանը այդ եթերով պետական համապատասխան մարմինների առաջ դրեց, չգիտեմ, 2 ժամ թե 3 ժամ։ Ցույց տվեց այդ նկարը, այո, այդ նկարը համացանցում կար առանց դեմքը ծածկված։ Բառացի Վարդան Ղուկասյանը ցույց է տվել համացանցի այն նկարները, որ տարածվել են առանց դեմքը փակել եւ ժամկետ է տվել իրավապահ մարմինին, որ եթե 1-2 ժամվա ընթացքում քրեական վարույթ չհարուցեն, դրա անբարոյական մորը, ինչպես ինքն էր ներկայացնում, չտանեն, չկալանավորեն, ապա պետական լիազոր մարմինները իր ոճով ասած լիքը խնդիրներ են ունենում։
Հիմա դրա համար, որ Վարդանը կարողացավ եւս բացահայտի այդ զազրելի հանցագործությունը, ոչ միայն բացահայտի, այլ նաեւ ուլտիմատումային եղանակով, այո, մի քանի ժամ հետո պաշտոնապես հայտարարվեց, որ մորը կալանավորել են, երեխայի հետ էլ հոգեբաններին աշխատում։ Հիմա իրան մեղադրում են նրա համար, որ ինքը պոռնոգրաֆիկ նկարներ է տարածել։ Ահավասիկ ամենազարժելի հանցագործությունից մեկը։ Չեմ ուզում նորից կրկնվեմ, անայդ անձը զանգում է մի անձնավորության եւ ասում է, եթե դու ինձ գումար չտաս, Վարդան Ղուկասյանը քեզի չգիտեմ ինչ անելու։ Քրեական վարույթ նախաձեռնելուց հետո փոխարենը իրականացնեն համապատասխան օպերատիվ հետախուզական աշխատանքներ, քննչական գործողություններ, լսեն այդ անայդ մարդուն անգամ չեն լսում, փորձեն հասկանալ այդ անայդ մարդը խարդախա, թե իրականությունը ասածը, վերցնում են միանգամից մեղադրանք են հարուցում Վարդան Ղուկասյանին։ Չեմ խոսում էլ այն հայտնի պատմությունը, որ ցույց է տալի X հեռախոսի համարը անձը եւ ասում է, գիտես, սա Վարդան Ղուկասյանի հեռախոսի համարն է, ինքը զանգել է, ներկայացրել է, որ Վարդան Ղուկասյանն ասել է, եթե ինձ գումար չտաս, չգիտեմ քեզ ինչ եմ անելու։ Դրանից հետո փաստաբանական խումբը ուղարկում է այդ հեռախոսի համարը տեսնելով, ուղարկում է ասում է, բա չճշտ ես մի հատ այդ հեռախոսի զանգը որ երկրից է եղել այն օրը, այն ժամին եւ Վարդան Ղուկասյանը որտեղ։ Ահավասիկ այս քրեական վարույթները հիմք են տալիս ինձ իմպերատիվ հայտարարելու, որ Վարդան Ղուկասյանը քաղաքական նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Սա է այսօրվա իրականությունը եւ կներեք կրկնվում եմ, եթե այն անձիկ թող ներվի, որ իրենց բազմոցներին բազմած ասում են աննապահ պահանջում են Վարդան Ղուկասյանին, որպեսզի ազատեն, որտեղ Վարդան Ղուկասյանը, չգիտեմ, լավնական ժողովրդի անունից է խոսում, ուրեմն քաղաքական հարթության վրա, դա քաղաքական հարց է, դա իրավական հարց չի։ Քաղաքական հարթության վրա բարի եղեք, տեր կանգնեք այն անձին, ով ձեր համար պայքարել է։ Հազարներով գործեր է բացահայտվել, հազարներով մարդկանց ըստ էության եթերով հրապարակային անձը բարենպաստ գործառույթներ է իրականացրել։ Գիտեք, խոսեցի եւ հիշեցի Նժդեի հայտնի խոսքերը իր վերջի մայից, ոչ եմ ժամեր կամ օրեր առաջ, որ շնորհակալ եմ քեզանից ապերախտ հայացք։ Եվ բավական է արդեն, որ այս պատմությունը այսպես կրկնվի։ Գտնում ես, որ անձի նկատմամբ քաղաքական հետապնդում է, բարի եղի այդ դատապրոցեսների ընթացքում բարի եղի քո ձայնը բարձրացրա ընդդեմ այն երկրի, որտեղ այսօր գտնում է Վարդան Ղուկասյանը ու արձանագրեն պարոն Ղուկասյան, ինքը այսօր ոչ թե կալանքա կրում, արդեն պատիժ է կրում։ Եվ ինչու՞ չէ իրավունք ունեմ մտածեմ, որ սա արդեն դուրս է եկել Հայաստանի տիրույթից եւ գերտերությունների որոշակի խաղերել կարալ այն ձեր հարցը, բայց ո՞նց եղավ, որ իր ծննդի օրը նշանակվեց, հիմա էլ հաղթանակի օրն է նշանակվում մայիսի 28-ին։ Այդ հարցի պատասխանը իհարկե չեմ կարող տալ, բայց կարող եմ ենթադրություններ անել։ Բայց պարոն Բաղդասարյան, պիտի ասեմ, որ մեր կողմից նշված այդ հանրությունն այսօր շատ դժգոհում է ԱՄՆ-ի այն փաստաբաններից, ովքեր զբաղված են Վարդան Ղուկասյանի գործով եւ նշում են անգամ, որ նրանք չեն էլ բարեհաճում ներկա լինել դատական նիստերին։ Սա ինչ է։ Նայեք, պարոն Շեն, հանրությունը իրավունք ունի կարծիք հայտնելու, բայց դժգոհելու իրավունքը բացառապես վերապահված է Վարդան Ղուկասյանին, այսինքն նա է անդրել այդ փաստաբաններին։ Գիտեք, ես միևնույն մեկ ամիս մինուս պլյուսով առաջ կամ հետո ես արձանագրեցի հետևյալը ԱՄՆ-ի փաստաբանների վերաբերյալ, որ վերջիններս պրոֆեսիոնալներ են միգրացիոն ծառայության հարցերով, բայց միևնույն ժամանակ ես նպատակարար համարեցի, որպեսզի իրենց կողքը նաև լինի քրեական իրավունքի մասնագետ, որովհետև բացառապես որոշակի հարթության վրա առնչվում են այդ քրեական վարույթները, ինչու՞ չէ, նաև առաջարկեցի, որ ազգությամբ լինի հայ։ Ինչի, որովհետև ծավալը բավականին մեծ է եւ այստեղ լեզվի, ազգային մշակույթի եւ այլնի խնդիրներ կա։ Իհարկե որոշողը դա Վարդան Ղուկասյանն է, Վարդան Ղուկասյանն է որոշում, թե ով պետք է լինեն փաստաբանները, բայց ձեր հարցի հետ կապված, այո, երեկվա դատապրոցեսին որոշ փաստաբան կամ փաստաբաններ ներկա չեն եղել, բայց ըստ էության process-ը գնացել է։ Նաեւ ես բարձրաձայնել եմ, որ կարծես թե 2 օր առաջ, որ ԱՄՆ-ի փաստաբանները, ես հրապարակային հայտարարություն արեցի, որ ԱՄՆ-ի փաստաբանները
պատրաստ չեն դատական այսօրվա նիստին, ինչի որտեղ ապացույցները այնքան շատ են, վերջիններս իրենք են որոշում, թե ինչ ապացույցներ պետք է վերցնեն, եւ այդ ապացույցները դեռ իրենց կողմից վերջնականապես, այսպես ասած, մարսված, մշակված վիճակում չէր, եւ դա էր պատճառը, որ վերջիններս պատրաստ չեն, բայց նաև որպես իրավապաշտպան եմ արձանագրում, անկախ նրանից պատրաստ են, պատրաստ չեն, դա չէր բխում արդարադատության շահից, դա չէր բխում առավել ևս իմ վստահորդ Վարդան Ղուկասյանի շահերից։ Հուսանք, որ ականջալուր կլինի պարոն Ղուկասյանը եւ կարծում եմ անհրաժեշտ է քրեական իրավունքի դուրջ մասնագետներ գրավի, ցանկալի կլինի, դա իմ կարծիքն է, ինքը թող որոշի, որպեսզի ազգությամբ լինի հայ։ Պարոն Բաղդասարյան, ես մի փաստ, որ ուզում եմ մեր ունկնդիրները ուշադիր լինեն։ Վարդան Ղուկասյանը իր ձերբակալությունից օրեր առաջ հայտարարեց, որ անվերապահորեն վստահում է իր փաստաբան, իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանին, ինչը նա չի ասել անգամ ամերիկացի ձեր գործընկերների մասին։ Կուզենայի, որ այս փաստի մասին էլ խոսեիք։ Գիտեք, պարոն Հուշյան, արձանագրենք, եթե պարոն Ղուկասյանը ընդունել է, որ այդ փաստաբանները իրենց պետք է պաշտպանեն, դե ես դա պատասխանությունը ավելի բարձրացնում, այո, միանշանակ մի քանի անգամ առիթ ա եղել, հրապարակային է հայտարարել, ավելին ասեմ, այդ ընթացքում մոտ մի տասնյակի չափով այլ փաստաբաններ եւս դիմել են Վարդան Ղուկասյանին իրենց ծառայությունը մատուցելու, ու վերջինս իրենց է տեղեկացրել, որ բանը միակ մարդը, ում որ վստահում է, դա փաստաբան Լևոն Բաղդասարյանն է, դա ինձ ավելի է պարտավորեցնում, առավել ևս Վարդան Ղուկասյանի նման կասկածամիտ անձը, գիտեք, իմ պրակտիկայում ես հանդիպել եմ ամենակասկածամիտ մարդիկ այսօր քաղաքական գործիչներն են եւ օպերատիվ հետախուզական ոլորտում թրծված մարդիկ են։ Ես միանշանակ ասեմ եւ նաեւ ուզում եմ արձանագրեմ, որ ես բազմաթիվ քաղաքական գործիչների շահեր եմ պաշտպանել, ովքեր եղել են ժամանակին օպոզիցիա, հետո պոզիցիա եւ հակառակը, եւ առաջի գործը որպես կանոն բավականին բարդագնաց է, հասկացել եմ ինչ խոշորացույցի տակ եմ, հետագայում նաեւ արձանագրել եմ ու լավ եմ զգացել, որ հալածյուղի պես ընդունում են իրավական զինվորի պես ընդունում են իրավական հարցության վրա իմ դրած մարտավարությունը։ Ահավասիկ Վարդան Ղուկասյանը ի պատիվ իրան եւ պատիվ եմ համարում նման դեպքում շարունակել վերջինիս եւ ավելի պատասխանատվության զգացումն եմ շարունակելու, Վարդան Ղուկասյանը մոտարապես 20-30 օր հետո իրականում ցույց տվեց, որ այն ինչ որ ես անում եմ իրավապաշտպան հարթության վրա, մաքսիմալ ձևով գոհացնում էր իրեն եւ դրա համար ես շատ ուրախ եմ։ Դե, պարոն Բաղդասարյան, եկեք պայմանավորվենք, երբ մայիսի 28-ի դատական նիստն տեղի կունենա, թեկուզ եւ հաջորդ օրը մենք նորից հանդիպենք Փակ TV եթերում եւ այդ արդյունքներն փորձենք ամփոփել։ Պարոն Հուշյան, այսօր ես ընդհանրապես բարձրաձայնեմ Վարդան Ղուկասյանի գործով հետեւյալը։ Կրկնվում եմ, կներեք, այսօր ինքը կալանք չի կրում, այսօր ինքը պատիժ է կրում, տևական ժամանակ գտնում է ոչ ազատության մեջ, բոլոր իրավական հետևանքներով ԱՄՆ-ի նման երկրի համար, հա, դրա պատասխանը կարծում եմ գալի է ժամանակը եւ կոմպետենտ մարդիկ պետքա տան, եւ այսօր այնտեղի փաստաբանական խումբը բանու գործը պետքա թողի, այս գործը դնի երկրորդ պլան, 10-րդ պլան եւ աշխատի, որպեսզի վերջինիս ծայրահեղ միջոցայցի ապահովումը կալանքը վերափոխվի։ Դա բխում է ԱՄՆ-ի շահերից, դա բխում է արդարադատության շահից եւ բնականաբար բխում է նա իմ վստահորդի շահից։ Ես լիահույս եմ։ Եվ մի կարևոր բան էլ ասեմ, էլի։ Այն այնպիսի տպավորություն է, որ այսօր ունկնդիրների բազմահազար ինչ որ մի բանակ ոնց որ լինեն հենց ունկնդիր, նավլյուդատել, հա, ու մի մասը երբ տեսնում է մի փոքր վիճակը, ասենք, առերևույթ, մի քիչ թվում է թե առերևույթ անուսալի է, այն ոնց որ մեռելի վրա ծաղիկ դնողները լինեն, վեկալում են իրանց այդ ողբերգական դեֆերամներով ինչ որ բաներ են անում, բոլորին մեղադրում են բացի իրանցից, դա եւս խնդիր է, ուղղակի ես ասեմ հետեւյալը, ավելի քան լիահույս եմ, ավելի քան վստահ եմ, որ արդարությունը հաղթելու է
եւ Վարդան Ղուկասյանը իր բոլոր դրական բացասական գծերով հանդես լինելու է այնտեղ, որտեղ էր մինչև կալանավորվելը։ Դե ինչ, հուսանք։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել էինք մեր հանրահայտ փաստաբաններից մեկին, իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանին։ Ինչպես պայմանավորվեցինք, սպասեք նրան նաև մայիսի 28-ից հետո։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։